Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Ռուսաստանը պատերազմ չի սկսել։ Նրա խոսքով Մոսկվան 8 տարի փորձել է Դոնբասի հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ Պուտինը պնդել է Ռուսաստանը գործնականում միայնակ է պայքարում ամբողջ արևմուտքի դեմ։ Նա նաև ընդգծել է, որ ոչ ոքի չի հաջողվի հասնել Ռուսաստանի ռազմավարական պարտությանը։ ՌԴ նախագահը խորհուրդ է տվել Ռուսաստանի թշնամիներին չպայքարել իր երկրի դեմ եւ ընտրել խաղաղ գոյակցության ճանապարհը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի կողմից հրապարակված պայմանները չեն համապատասխանում նախկինում համաձայնեցված տարբերակին։ Նրա խոսքով հրապարակված տեղեկությունները հակասում են գրավոր պայմանավորվածություններին։ Թրամփը Իրանի ներկայացուցիչներին անվանել է շատ տանպատվաբեր մարդիկ, նա նաև կասկածի տակ է դրել բարի կամքով գործարքի հասնելու հնարավորությունը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է հուշագիրը երբեք այսքան մոտ չի եղել ստորագրմանը, նա կոչ է արել լրատվամիջոցներին զերծ մնալ բովանդակության վերաբերյալ ենթադրություններից։ Արաղչին նշել է բոլոր մանրամասները ժամանակին կներկայացվեն հանրությանը։ Հայտարարությունը հնչել է Թրամփի կոշտ քննադատությունից հետո։ Թեհրանը շարունակում է պնդել բանակցային գործընթացը դեռևս շարունակվում է։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է մի շարք երկրներ 2022 թվականից հետո միացել են Հյուսիսատլանտյան դաշինքին Ռուսաստանի պարտության դեպքում շատ ստանալու ակնկալիքներով։ Նրա խոսքով որոշ պետություններ ցանկանում են կարկանդակի կտոր ստանալ հնարավոր արդյունքներից։ Պուտինը նաև ընդգծել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի կարևորությունը։ Նա նշել է Ռուսաստանը կուժեղացնի պատասխան գործողությունները քաղաքացիական օբյեկտների դեմ հարձակումները կանխելու համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը հայտարարել է Հորմուզի նեղուցի եւ Իրանի վերաբերյալ բազմաթիվ սխալ տեղեկություններ են տարածվում։ Նրա խոսքով Իրանը որևէ գումար չի ստանում միայն համաձայնագիրը ստորագրելու դիմաց։ Վենսը նշել է, հնարավոր գործարքը նախատեսված է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների շահերը պաշտպանելու համար։ Նա նաեւ ընդգծել է տնտեսական օգուտները հնարավոր կլինեն միայն պարտավորությունների կատարման դեպքում։ Փոխնախագահը վստահություն է հայտնել Թրամփը կկարողանա հասնել շահավետ արդյունքի։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Վաշինգտոնը հանձնառու է աջակցել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նա նաև խոսել է Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերություններ կառուցելու պատրաստակամության մասին։ Հայտարարությունը ներառված է եղել Ռուսաստանի օրվա առթիվ հղված պաշտոնական ուղերձում։ Ռուբիոն շեշտել է դիվանագիտական ճանապարհով առաջ շարժվելու անհրաժեշտությունը։ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել է համաձայնագրի տեքստի վերջնական մշակումը շարունակվում է։ Նրա խոսքով համապատասխան գերատեսչությունները ներկայումս աշխատում են փաստաթղթի վրա։ Բաղային նշել է համաձայնագրի ժամկետներն ու մանրամասները կախված են դիվանագիտական գործընթացից։ Նա չի բացառել, որ վերջնական արդյունքը կարող է դեռ փոփոխվել։ Թեհրանը շարունակում է սպասել անհրաժեշտ հաստատումներին։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է. Եվրամիության բոլոր անդամ երկրները համաձայնել են բացել Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության բանակցությունների առաջին փուլը։ Նրա խոսքով սա կարևոր քայլ է դեպի եվրոպական ինտեգրում։ Բանակցությունների առաջին փուլը կվերաբերի օրենքի գերակայությանը եւ ժողովրդավարական ինստիտուտներին։ Ֆոն դեր Լայենը ընդգծել է, ընդլայնումը մնում է Եվրամիության ամենահաջողված նախագծերից մեկը։ Նա նաեւ նշել է, այս գործընթացը կուժեղացնի խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում։ Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է ձեռքբերված պայմանավորվածությունները պետք է կատարվեն առանց արդարացումների։ Նրա խոսքով խոստումները պետք է պահվեն։ Ղալիբաֆը շեշտել է համաձայնության հասնելու այլ ճանապարհ չկա։ Նա իր ուղերձում օգտագործել է «Ինչ ցանես, այն էլ կհնձես» արտահայտությունը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. ԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են երկու փուլով։ Առաջին փուլում պետք է համաձայնեցվի փոխըմբռնման հուշագիրը, իսկ միջուկային ծրագրին վերաբերող հարցերը տեղափոխվել են երկրորդ փուլ։ Նրա խոսքով այդ գործընթացի համար նախատեսված է 60 օր։ Արաղչին նշել է, Վաշինգտոնը առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը։ Իսրայելը մտադիր է պահպանել Իրանի դեմ գործողությունների ազատությունը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է. Իսրայելը պետք է պահպանի անկախ գործելու ունակությունը Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Նա ընդգծել է Նեթանյահու եւ իր հանձնարարության բանակը պատրաստվում է համապատասխան գործողությունների։ Կացը նաեւ նշել է, ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցում է Իսրայելի շահերը հաշվի առնելով։ Իրանի ակտիվները կհանվեն սառեցումից ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումից հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով համաձայնագիրը նախատեսում է նաև տնտեսական ծրագրեր Իրանի համար։ Նա նշել է, դա թույլ կտա զգալի ֆինանսական հոսքեր դեպի երկիր։ Արաղչին ընդգծել է, գործընթացը կհստակեցնի նաև ապագա համագործակցության մեխանիզմները։
Ռուսաստանը չի պատրաստվում թույլ տալ ԱՄՆ-ին էներգետիկ գերիշխանությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարատ Բերդիևը։ Նա նշել է, որ G20-ում Ռուսաստանն եւ գործընկերները կդիմադրեն այդ փորձերին։ Վերջինիս խոսքով ԱՄՆ-ի քաղաքականությունը ուղղված է էներգետիկ վերահսկողության ամրապնդմանը։ Ռուսաստանը դա որակել է որպես նեոգաղութատիրական մոտեցում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, Իրանը կարող է ապագայում ուժ կիրառել Հորմուզի նեղուցում։ Նրա խոսքով տարածաշրջանում իրավիճակը կախված է բանակցությունների ընթացքից։ Նա նշել է, ԱՄՆ-ի հետ համաձայնագրի գործընթացը դեռ շարունակվում է։ Միաժամանակ ընդգծել է, Իրանը պաշտպանում է իր շահերը։ Երևանում խցանումների խնդիրը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է սահմանափակումներ մտցնել մարդատար ավտոմեքենաների համար զուգահեռաբար ընդլայնելով հանրային տրանսպորտի առանձնացված գծերի ցանցը։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացնելով Երևանի երթևեկության կառավարման նոր մոտեցումները։ Նրա խոսքով քաղաքապետարանը ստեղծել է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն, որի հիմնական նպատակը թվային լուծումների ներդրումն ու երթևեկության հոսքերի վերլուծությունն է։ Երևանի խցանումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը ստեղծել է հատուկ հիմնարկ երթևեկության կառավարման կենտրոն, որին տրվել է համապատասխան մասնագիտական կազմ, նշել է Ավինյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրական հանձնաժողովների իրականացրած վերահաշվարկի արդյունքները, վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, ըստ այդմ Բարգավաճ Հայաստան կուսակցության քվեն ավելացել է 147-ով, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի քվեն ավելացել է 508-ով, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեն ավելացել է 1148-ով։ Հունիսի 12-ին ժամը 18:16-ին եղանակային անբարենպաստ պայմանների ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ 35/10 կիլովատ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով հոսանքազուրկ են մնացել Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր, մասնավորապես Ռիաթազա, Միրակ, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապա եւ Ջամշլու գյուղերը։ Այս մասին հայտնել են ՀԵՑ-ից եւ նշել, որ այսօր վաղ առավոտից ժամը 06:00-ից մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները։ Աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում առաջիկա ժամերի ընթացքում։ Երևան քաղաքում որմնանկարներ կամ գրաֆիտի իրականացնելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին, կցելով նախագծի մանրամասն էքսդիզայն առաջարկը եւ ներկայացնելով դրա նպատակն ու բովանդակությունը։ Այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ։ Եթե նախագիծը նախատեսվում է իրականացնել բազմաբնականան շենքի վրա, անհրաժեշտ է նաեւ ներկայացնել շենքի սեփականատիրոջ, համալիրության նախագահի կամ տվյալ շենքի բնակիչների կողմից ստորագրված համաձայնությունը կամ թույլտվությունը, ասված է հաղորդագրության մեջ։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել։ Հակակոռուպցիոն դատարանը հետաձգել է Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել նաև թիվ 12/3 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ Այս տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը, ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։ Այս տեղամասում ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ուժեղ Հայաստան 71, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 9, Քաղաքացիական պայմանագիր 602, Հայաստան 67։ Այսօր Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Տավուշի մարզի Բերդ քաղաքում, ինչպես նաև Չինարի եւ Այգեձոր գյուղերում 2-ից 3 բալուշ գնությամբ։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ քննչական կոմիտեի միջնորդությունը, գրգործը կապված է Բրյուսովի համալսարանին պատկանող անշարժ գույքի օտարման հետ։ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են բազմաթիվ դժվարություններով եւ սկզբունքային խախտումներով, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պանֆիլովան։ Նրա խոսքով Հայաստանում կայացած ընտրություններին դիտորդական առաքելության շրջանակներում աշխատել են Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ 2 անդամ, ինչպես նաեւ տարածքային ընտրական հանձնաժողովների 24 անդամ։ Նրանք բոլորը միասին փայլուն հրաշալի դրսևորեցին իրենց աշխատանքը հեշտ չէր, վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Դժվարությունները շատ էին, խախտումները եկեք անկեղծ լինենք, շատ էին այնպիսի սկզբունքային խախտումներ, նշել է Պանֆիլովան նիստի ընթացքում։ Ֆրանսիան ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը խորհրդարանի ընտրությունում, ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ։ Ֆրանսիան վերահաստատում է աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարական զարգացմանը եւ եվրոպական ձգտումներին, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին, նշել են գերատեսչությունից։
Ռոսել Խոզնաձորը հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ծագող եւ առաքվող ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը, ինչպես նաեւ դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։ Արգելքը կգործի մինչև առաքվող ապրանքների անվտանգության եւ հետագծելիության ապահովման կոնկրետ ալգորիթմի մշակումը։ Որոշումը կայացվել է կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերման պատճառով։ Նշվում է նաեւ, որ հունիսին հայտնաբերվել է Հայաստանից ստացված ընկույզի չորացած դեղցի եւ չորացած լոլիկի մեջ կապրային բզեզով վարակման 3 դեպք։ Հունիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 13:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի երկրորդ թաղամասի ամառանոցներ 24 հասցեում 2 քաղաքացի հոսանքահարվել են։ Պարզվել է, որ Ձորաղբյուր բնակավայրի ամառանոցներ երկրորդ թաղամասի 23 հասցեի տանտանիքում Երևանի բնակիչ 72-ամյա Լևոն Տ եւ Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Լևոն Ղ-ն աշխատանքների իրականացնելու ընթացքում մետաղի աստիճանավանդակը բացելիս անզգուշաբար հենել են մոտակայքում անցնող բարձր լարման էլեկտրալարին, ինչի պատճառով էլ հոսանքահարվել են, որի հետևանքով էլ Լևոն Ղ-ն տեղում մահացել է, իսկ Լևոն Տ-ն տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Հունիսի 5-ին գիշերը ժամը 4-ին համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մոտ 1 ժամ առաջ տեխնիկական միջոցների գործադրման բացել են Պետրոսյան փողոցում գտնվող խանութի դուռը եւ դրա մարկղից փող գողացել։ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 32-ից 33 տարեկան 3 տղամարդ ավտոմեքենան կայանել են Սևանի փողոցում, ապա մոտեցել հիշյալ խանութին, կատարել գողությունն ու հեռացել, մեքենան թողնելով նույն տեղում։ Նույն օրը ժամը 14:40-ին երեքն էլ հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել նախաքննական մարմին։ Իրավապահների հետագա գործողություններով պարզվել է, որ խումբը նույն կերպ կոտրելով դուռը նախկինում էլ խանութներից կատարել է գողություններ։ Քանաքերձեյթունի համայնքային ոստիկաններն ու ոստիկանության գվարդիայի ծառայողները հունիսի 2-ին շրջիկ ծառայության ժամանակ Պարույր Սևակի փողոցում նկատել են կասկածելի վար դրսևորող մի տղամարդու, որ ինչ-որ բաներ փորձում թաքցնել ծառի բնի մոտ։ Տեսնելով ոստիկաններին, տղամարդը դիմել էր փախուստի, ինչն արագ կանխվել էր։ Ժամը 16:39-ին թմրանյութ իրացնելու կասկածանքով տղամարդը ձերբակալվել եւ իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Մայրաքաղաքի Հովանեսյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդն ընդունել է, որ արդեն տեղադրել է մարիխուանայով 4 փաթեթ եւս 21-ն մեքենայում են։ Քանաքերձեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ 33-ամյա տղամարդու թմրամիջոցները ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով, տեղադրել ու լուսանկարներն ուղարկել ալիքի հասցեատիրոջը։ Նրան ներկայացվել է մեղադրանք, խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անակնկալի է եկել Դոնալդ Թրամփի հայտարարությունից, ըստ որի ԱՄՆ-ն մոտ է Իրանի հետ պատերազմի դադարեցման համաձայնագրին։ Axios-ի եւ Channel 12-ի լրագրող Բարակ Ռավիդի փոխանցմամբ Նեթանյահուն նախապես որևէ տեղեկացում չի ստացել Վաշինգտոնից։ Աղբյուրի խոսքով Իսրայելի ղեկավարությունը Թրամփի հայտարարության մասին իմացել է հրապարակումից հետո։ Հունիսի 11-ին ԱՄՆ նախագահը հայտնել էր գործարքի հիմնական կետերը համաձայնեցված են բոլոր ներգրաված կողմերի հետ։ Միաժամանակ նա ընդգծել էր ամերիկյան ուժերը կպահպանեն Իրանից ով այն շրջափակումը մինչև համաձայնագրի պաշտոնական ստորագրումը։ ԱՄՆ-ն եւ Իրանը կարող են արդեն հաջորդ շաբաթվա սկզբին ստորագրել փոխըմբռնման հուշագիր։ CBS-ի տեղեկություններով փաստաթուղթը պետք է հիմք դառնա երկարաժամկետ համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունների համար։ Դիվանագիտական գործընթացին ծանոթ աղբյուրները նշել են, կողմերը մոտեցել են կարևոր հանգրվանի։ Հուշագիրը դիտարկում է որպես միջանկյալ քայլ ավելի լայն քաղաքական եւ տնտեսական պայմանավորվածությունների ճանապարհին։ Սպասվում է դրա ստուգումից հետո կսկսվի հիմնական համաձայնագրի մշակման նոր փուլը։ Հայաստանում հուլիսի 1-ից ամբողջությամբ կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը, նոր մեխանիզմը կփոխարինի տարիներ շարունակ կիրառված Փարոս համակարգին, որը ըստ իշխանությունների այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Փորձնական փուլը Կոտայքի եւ Սյունիքի մարզերում արդեն ավարտվել է եւ կառավարությունը որոշել է այն ներդնել ամբողջ երկրում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով նոր համակարգը նպատակ ունի ոչ թե մարդկանց պահել նպաստառուների ցանկում, այլ աջակցել նրանց աշխատանքի, կրթության եւ այլ հնարավորությունների միջոցով դուրս գալ սոցիալական ծանր վիճակից։ Փաշինյանը բարեփոխումը բնութագրել է որպես գաղափարական եւ հայեցակարգային շրջադարձ, որը պետք է նպաստի քաղաքացիների տնտեսական ակտիվացմանն ու աղքատության հաղթահարմանը։ Հայաստանը 6 ամիս ժամկետով արգելում է ցորենի արտահանումը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ։ Կառավարության որոշմամբ քայլը միտված է երկրի պարենային անվտանգության ապահովմանը եւ տնտեսության կայունացմանը։ Ըստ հիմնավորման ներքին արտադրությունը բավարար չէ պահանջարկը ամբողջությամբ ծածկելու համար։ Սահմանափակումը չի տարածվելու վերարտահանվող ապրանքների վրա։ Նույն որոշմամբ 6 ամսով արգելվում է նաեւ օգտագործված ավտոմեքենաների, կատալիզատորների, կերամիկական թափոնների արտահանումը։
Ռոսելխոզնadzորը հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ծագող եւ առաքվող ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը։ Որոշումը պայմանավորված է կարանտինային վնասատուների կրկնվող հայտնաբերմամբ։ Վերջին դեպքերը գրանցվել են հայկական ընկույզի, չորացրած դեղցի եւ չորացրած լոլիկի խմբաքանակներում։ Ռուսական կողմը հայտարարել է հայկական բուսաստանիտարական վերահսկողությունը բավարար արդյունավետ չէ։ Արգելքը կգործի մինչև անվտանգության եւ հետագծելիության նոր մեխանիզմների մշակումը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն հեռացնել Հայաստանին կազմակերպությունից, Երևանը ստիպված կլինի այդ որոշումն ընդունելի գիտություն։ Հայտարարությունը հնչել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններից հետո։ Լավրովը նշել էր, որ ՀԱՊԿ-ում քննարկվում է Հայաստանի կողմից չվճարված անդամավճարների հարցը։ Կազմակերպության կանոնադրությունը նախատեսում է պատժամիջոցներ եւ նույնիսկ անդամակցության դադարեցում։ Ադրբեջանցի падգամավոր Ազայ Գուլիևը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը հնարավոր է դարձել Իլհամ Ալիևի ռազմավարական տեսլականի շնորհիվ։ Նրա խոսքով ընտրությունների արդյունքները կարելի է դիտարկել որպես Բաքվի քաղաքական գծի հաջողություն։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն այս հայտարարությունը գնահատել է որպես ապացույց, որ Ադրբեջանը Փաշինյանին դիտարկում է որպես սեփական շահերի իրականացման գործիք։ Նա պնդում է, առաջիկայում Բաքուն կփորձի ճնշում գործադրել Հայաստանի վրա սահմանադրական փոփոխությունների հարցում։ ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների աստիճանական վերացման տարբերակը, եթե Թեհրանը կատարի հնարավոր համաձայնագրի պայմանները։ Աքսիոսի փոխանցմամբ քննարկվող հուշագիրը ներառում է Հորմուզի նեղուցի անհապաղ բացում եւ նավագնացության բնականոն ծավալների վերականգնում։ Նշվում է, իրանական նավթի վաճառքի սահմանափակումները կարող են ժամանակավորապես հանվել 60 օրով։ Հետագա պատժամիջոցների վերացումը կախված կլինի Իրանի վարքագծից եւ բանակցային գործընթացում ցուցաբերված բարի կամքից։ Միջնորդ երկրներից մեկի դիվանագետը հայտնել է, այդ պատժամիջոցների վերացման վերջնական ժամանակացույցը դեռևս համաձայնեցված չէ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Միացյալ Նահանգները հենց նոր մեծ գործարք է կնքել Իրանի հետ պատերազմի վերաբերյալ։ Նրա խոսքով ներկայում ավարտվում է փաստաթղթերի պատրաստման գործընթացը եւ համաձայնագիրը կարող է ստորագրվել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Թրամփը նշել է, հնարավոր ստորագրման վայրերից մեկը կարող է լինել Եվրոպան։ Նա ընդգծել է, ձեռքբերված պայմանավորվածության առանցքային կետն այն է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ ԱՄՆ նախագահը նաեւ հայտնել է, համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կբացվի Հորմուզի նեղուցը, իսկ պայմանավորվածությանը համաձայնություն է տվել Իրանի բարձրագույն ղեկավարությունը։ Իրանական մեհր-լրատվական գործակալությունը հայտարարել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հնարավոր համաձայնագրի 14 կետից բաղկացած տարբերակը։ Փաստաթղթի համաձայն նախատեսվում է 30 օրվա ընթացքում վերացնել ծովային շրջափակումը եւ ԱՄՆ ուժերը դուրս բերել Իրանի սահմաններին հարակից տարածքներից։ Համաձայնագիրը նաև ենթադրում է Իրանի վերականգնման համար առնվազն $300 միլիարդ ծրագրերի ներկայացում։ Նախատեսվում է դադարեցնել իրանական նավթի եւ նավթամթերքի վաճառքի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Կողմերը պետք է 60 օրվա ընթացքում անցկացնեն միջուկային բանակցություններ, իսկ Իրանը որպես նախապայման պահանջել է $12 միլիարդ սարսված միջոցների ազատում եւ տնտեսական սահմանափակումների վերացում։ Հյուսիսատլանտյան դաշինքի Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Ալեքս Գրինկևիչը հայտարարել է, Ռուսաստանը չի ձգտում ռազմական հակամարտության ՆԱՏՕ-ի հետ։ Նա նշել է, մանրամասն ուսումնասիրել է առկա հետախուզական տվյալները։ Գրինկևիչի խոսքով Մոսկվան չի ցուցաբերում պատերազմի գնալու մտադրություն։ Այս հայտարարությունը հնչել է Բալթյան երկրների նկատմամբ հնարավոր ռուսական գործողությունների վերաբերյալ հարցի պատասխանին։ Ռուսական կողմը եւս բազմիցս հայտարարել է, ՆԱՏՕ երկրների վրա հարձակվելու մտադրություն չունի։ Մինչդեռ արևմտյան քաղաքական շրջանակներում նման սպառնալիքների մասին քննարկումները շարունակվում են։ Շեքսպիրյան ողբերգությունը հիշեցնում քաղաքագետ Կարեն Քոչարյանին հետընտրական մթնոլորտն ու քաղաքական վակուումային վիճակը Հայաստանում։ Վերցնել թե չվերցնել մանդատները, ընդդիմադիրներին բսկտող ու հանդիմանող մեկնաբանությունները հանրային դաշտից հնչում են հաճախ վերջնագրի լեզվով։ Եթե այս անգամ էլ պիտի մանդատներով դիմադրեք ՔՊ-ի քայքայիչ քաղաքականությանը, սոսկ ազգային ժողովի ամբիոնից ելույթներ ունենալով, ապա ընդդիմադիր ժողովուրդը կլքի ձեր թիկունքը ու դա կլինի ձեզ համար քաղաքական ինքնասպանություն։ Քաղաքական ներկապնակը փորձում է վերադասավորվել տեղեկատվական դաշտ նետված ԲՀԿ-ի հայտարարությունից հետո։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի Վետատոնոյանը հայտարարում է. Վերջին 2 օրերի վերահաշվարկների արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն։ Այս տվյալները վկայում են այն մասին, որ գործնականում եւ առողջ բանականության շրջանակներում չկա որևէ խոչընդոտ, որը կխանգարի Բարգավաճ Հայաստան կուսակցությանը լինել ազգային ժողովում։ Սա հույս է ներշնչում, որ ՔՊ-ին չհաջողվեց գործարքի գնալ Գագիկ Ծառուկյանի հետ։
ոչ մի կոմպրոմիս չկա։ Դու չեք զգում, որ մեր մեջ կոմպրոմիս չի կարա լինի։ Այսպիսով չսպասելով հունիսի 14-ի կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական հայտարարությանը, կարող ենք ասել, որ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ին չհաջողվեց նվաճել ազգային ժողովի սահմանադրական մեծամասնությունը։ Դերևս մարտին անցկացվող քարոզչական հանդիպումների ընթացքում Փաշինյանը հայտարարում էր սպասվող պատերազմը աղետաբեր է լինելու, ընդ որում վստահեցնում էր այն չի ուշանալու։ Հիմա էլ ասում եմ, ըլնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեի, հիմա ասում եմ։ Որքանով է նոր ձևավորվող ազգային ժողովի ընդդիմադիր կազմը կայուն եւ երաշխավորվող, որ չեն լինի շուտով անկախացող եւ Նիկոլ Փաշինյանի հետ գործարքի գնացող իբր անկախ, բայց սահմանադրական պահանջը կատարող երկու անձիկ, ինքը Սամվել Կարապետյանի գլխավորած ընդդիմադիր ամենամեծ ուժը չի երաշխավորում, որ իրենցից չեն պոկի այդ երկու բաղձալի մանդատները։ Իսկ ահա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի թաքցնում, որ ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին։ Դեռևս ընտրություններից առաջ նա հայտարարում էր. պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի սահմանադրության փոփոխությունից հետո։ Փաստացի պատերազմը անխուսափելի է անգամ հիմա, երբ քարոզարշավի ընթացքում աչուծախ հայտարարում էր. ինքը եւ իր թիմը խաղաղություն է բերել։ Ու ստացվում է, որ Փաշինյանը ստում է, սահմանադրությունը չի փոխվի, իսկ պատերազմը անխուսափելի է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 10/51 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները եւ թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 35/65 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները, որքան հասկացա, քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը, դա կատարվեց 10/51 տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով, իսկ այնտեղ ԲՀԿ-ն կարծեմ մոտ 130 քվեեր ստացել, միջինից էապես ավելին։ Անդրադառնալով գործընթացներին ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը եւ ավելացրել, որ սա միայն ԲՀԿ-ի հարցը չէ։ Դրանով ԿՊ-ն վերականգնում է 3/5 մեծամասնությունը եւ կարողանում է միանձնյա նշանակել սահմանադրական պաշտոններում ընդունել սահմանադրական օրենքներ։ Սա ուղղակի խայտառակություն է, նշել է Ռուբեն Մելիքյանը։ Քննչական կոմիտեն խոզարկություն է իրականացրել Հայաստան խմբակցության նախկին անդամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից պատգամավորության տեխնացու Արեգ Նասմանուկյանի բնակարանում։ Քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են, վարույթը կապված է լրտեսությամբ պետական դավաճանության հայտնի վարույթին հայտնել են քննչական կոմիտեից։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դաշինքից պատգամավորի տեխնացու Արամ Վարդևանյանը լրագրողներին հայտնել է, որ դիմումով ներկայացրել են ընտրություններից առաջ եւ ընտրության օրն արձանագրված ընտրախախտումների մասին դիմումը քննվելու է առաջիկա կիրակի օրը ընտրությունների վերջնարդյունքների ամփոփման օրը։ Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որում ներկայացված են խորհրդարանական բոլոր խմբակցությունները, հայտարարություն են ընդունել աջակցություն հայտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Հայտարարությամբ հանձնաժողովը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանն ուղղված ջանքերին, ինչը թույլ կտա տևական եւ կայուն կերպով վերջ դնել երկու պետությունների միջև հակամարտությանը։ Հանձնաժողովը դրական է գնահատել այն, որ համաձայնագիրը հիմնված է միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության եւ քաղաքական անկախության սկզբունքների, ինչպես նաեւ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից եւ ցանկացած տարածքային պահանջից հրաժարվելու վրա։ Միացյալ Նահանգները համաձայնել է դադարեցնել պատերազմը Իրանի հետ, սակայն համաձայնագիրը դեռ պետք է ստորագրվի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով ԱՄՆ-ի եւ Իրանի միջև համաձայնագիրը կարող է ստորագրվել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Թրամփը նշել է, որ կողմերը մոտ են վերջնական պայմանավորվածության հասնելուն։ Իրանի խորհրդանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է. Թեհրանը պատրաստ է ավելի վճռական արձագանքել ԱՄՆ-ի գործողություններին։ Նա մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները, որոնք վերաբերում էին Իրանի Խար կղզուն եւ հնարավոր նոր հարվածներին։ Ազիզիի խոսքով ԱՄՆ-ի կողմից ցանկացած չմտածված քայլ կհանդիպի ավելի ցավոտ եւ վճռական արձագանքի։ Նա ընդգծել է, որ նման պատասխանները Վաշինգտոնին կստիպեն ավելի զգուշավոր լինել իր որոշումներում։ Միաժամանակ Թրամփը հայտարարել է. ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակվում են չնայած պահպանվող լարվածությանը։
Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Գեղցոնց ժամի պատուհանների ապակիները։ Վանդալիզմի մասին ահազանգել է Միքայել Սրբազանի հոգեզավակ Աբրասիմ Աթոյանը։ Ըստ տեղեկությունների ապակիները կոտրված են հայտնաբերվել ազգային ժողովի ընտրությունների օրը, սակայն դեպքը տեղի է ունեցել նախորդ օրը հունիսի 6-ին։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Ռուբի Գրիգորյանին պատկանող հացամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես հատակների եւ պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ լվացվող ախտահանվող նյութերից։ Առաստաղների արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոցի առաջացումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ հացամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար։ Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան, համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։ Որոշման համաձայն հայ-թուրքական սահմանին գտնվող մարգարե անցակետը կբացվի հունիսի 12-ից 22-ը մարդասիրական բեռների տեղափոխման համար։ Այս անցակետը չի գործում եւ գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ նշված սահմանային կետով անձանց, բեռների եւ տրանսպորտային միջոցների անցումը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, որոշումն ընդունվել է Լիբանանի բնակիչներին, այդ թվում իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Գերմանիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Կայ Ախիմ Շենբախը հայտարարել է Ռուսաստանի անվտանգության պատկերացումների անտեսումը նպաստել է հակամարտության խորացմանը։ Նրա խոսքով անհրաժեշտ էր հաշվի առնել Մոսկվայի դիրքորոշումը, ոչ թե անպայման ընդունել այն։ Նա նշել է հնարավոր էր ավելի լայն դիվանագիտական գործընթաց իրականացնել։ Շենբախը քննադատել էր ՆԱՏՕ-Ռուսաստան ձևաչափի անբավարար օգտագործումը։ Նրա կարծիքով դա կարող էր կանխել ճգնաժամի սրացումը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, Ուկրաինան կարող է ստանալ ասոցիացված անդամակցության կարգավիճակ։ Այս ձևաչափը կարող է ներառել մասնակցություն Եվրոպական միության կառույցներին, սակայն առանց քվեարկության իրավունքի։ Նա ընդգծել է նաև Գերմանիայի անվտանգության շահերի կարևորությունը։ Եվրոպական միությունը շարունակում է քննարկել Ուկրաինայի ինտեգրման տարբեր մոդելներ։ Եղանակը առաջիկա օրերին հունիսի 12-ից 15-ի գիշերը եւ կեսօրից հետո 16-ից 3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ հունիսի 12-ի երեկոյան 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հոլտառատ։ Օդի ջերմաստիճանն է ապես չի փոխվի։ Երևանում հունիսի 16-ի կեսօրից հետո 12-ին եւ 14-ից 15-ի գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։